Հայաստանի ամենախոշոր հանքարդյունաբերական ընկերությունում Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում ոչ միայն կարևորում են աշխատավորի միջազգային օրը, այլև պայմաններ ստեղծում խիստ պահպանելով անվտանգությունը։ Կոմբինատի վարձատրության շնորհիվ այսօր հանրապետությունում ձևավորվում է ամենաբարձր միջին աշխատավարձը։ Հանքաքարի ջարդման և տեղափոխման արտադրամասի երկարամյա աշխատակից Անդրանիկ Ստեփանյանն ասում է, իր ընտանիքի բարեկեցությունը մեծ մասամբ կախված է այս ձեռնարկությունից։ Երեխաներից ուսանող էին, կոմբինատը հատուցում էր տալիս, ահագին օգնություն էր դա։ Մի անգամ Վրաստան եմ գնացել ընտանիքով, երկու անգամ էլ, եթե չեմ մոռանում, Ջերմուտ են գնացել հանգստացել։ Բժշկական ապահովագրություն, կրթական վճարների փոխհատուցում, Հայաստանի առողջարանային քաղաքներում և Վրաստանում հանգստի կազմակերպում, տարվա մեջ մի քանի անգամ մասնագիտական վերապատրաստումներ արտերկրում, սրանցից զատ նաև պարգևավճարներ, այս ամենի շնորհիվ է կոմբինատը գրավիչ դառնում աշխատաշուկայում։ Այսպիսով Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի համար յուրաքանչյուր աշխատակից թանկ է ու կարևոր։ Չնայած որ մեր ժամանակներում, նորագույն ժամանակներում տեխնոլոգիական առաջընթացն անշուշտ նաև իր հետքն է թողնում աշխատանքային հարաբերություններում, տարբեր գործատուների մոտ առաջացնելով այն մտայնությունը, որ միգուցե հնարավոր է նաև աշխատանքը, ձեռքի աշխատանքը փոխարինել տեխնոլոգիաներով, միևնույնն է, անգամ այդ տեսանկյունից նայելիս յուրաքանչյուր առանձին աշխատողը ընկերության համար մեծ արժեք ունի, ընկերությունը կազմակերպել է որոշ մասնագիտությունների գծով ուսուցում, որպեսզի թեպետև իրենք չհանդիսանալով ընկերության աշխատակից, հետագայում անգամ իրենք կարող են այդ իրենց ստացած գիտելիքներով նաև այլ վայրում աշխատանք գտնել։ Այս պահին ունենք 4738 աշխատակից և վերջին մեկ տարվա կտրվածքով այն աճել է շուրջ 70-ով։ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն այս տարվա սկզբին ներդրեց աշխատավարձերի համահարթեցման բանաձև, ինչի արդյունքում 20%-ով ավելացավ արտադրական արտադրամասերի աշխատավարձային ֆոնդը։ Բացի այդ, կոմբինատը իր տարեկան շահույթից համամասնորեն բաժին է հանում նաև աշխատակիցներին։ Նախ այն է, որ աշխատանք ունենք, աշխատում ենք, ներդրված մի հատ արտակարգ կոլեկտիվ է։ Բնական պաշարներով հարուստ Սյունիքում Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը միակ արդյունաբերական ձեռնարկությունը չէ։ Վճարած հարկերով ու հեռանկարային զարգացման ծրագրերով առաջատարներից է նաև Կապանի լեռնահարստացման կոմբինատը։ Նորանշանակ տնօրեն Դավիթ Դանելյանը շեշտում է, հստակ քաղաքականությամբ են շարժվում առաջ։ Իդեպ վերջին տարիներին ոչ միայն մի քանի անգամ աճել են պետբյուջե վճարվող Կապանի կոմբինատի հարկերը, այլև արտադրական ծավալներն են ընդլայնվել, աշխատակիցների թիվն ավելացել շուրջ 500-ով։ Կապանի լեռնահարստացման կոմբինատում աշխատողների քանակը կազմում է մոտ 2000-ի, որը այդ նույն 2023 թվականի սեպտեմբերի 16-ի դրությամբ աճել է շուրջ 36%-ով։ Աշխատավարձի 20% աճ է ապահովել նաև Կապանի լեռնահարստացման կոմբինատը։ Լավ արդյունք է ցույց տալիս, խրախուսվում է պարգևավճարով, նշում են ձեռնարկությունում։ Մարդը ընդհանրապես մեր ձեռնարկությունում դա երևի գերագույն արժեքն է, որովհետև առանց մարդկային կադրի ցանկացած սարքավորում ոչ ընդհանրապես արժեք չունի։ Այսօր մարդկային կադրերն են որոշում ամեն ինչը։ Մեծ աշխատանք է տարվում արտադրության կողմից, այսինքն նախկինում եթե մեր աշխատակիցները անմիջապես դիմում են ինչ-որ խնդրանքով կոմբինատին, հիմա դա բավականին քչացրել է այդ քանակը մարդկանց։ Մարդիկ դիմում են Արհմիությանը փորձում է մարդկանց խնդիրները լուծել և դրա հենց մեծ ցուցանիշ այն է, որ ժամանակի ընթացքում ցանկացողների թիվը բավականին շատացել է։ Հերթափոխի պետ Մհեր Գրիգորյանն ասում է, հանքարդյունաբերությունը օր-օրի զարգանում է, հենց դա է պատճառը, որ գործի նկատմամբ հետաքրքրությունը չի մարում։ Նշեմ մի առանձնահատկություն, որ Կապանի լեռնահարստացման կոմբինատում աշխատակիցը գնահատվում և պարգևատրվում է յուրովի, անհատական։ Այսինքն ցանկացած աշխատակից կարող է անհատական հմտություն ցուցաբերել և ստանալ պարգևավճար, գնահատվել ու չկա նենց մի շեմ, որ ասեն, վсё, սրանից հետո էլ չկա ինչ-որ ավել բան։ Քաղաքում, ասենք, տենց աշխատատեղիների հետ կապված, այստեղ ավելի նորմալ է, վարձատրվում և պայմանները բարվոք են, լավ են։ Աշխատող մարդու համար գործ միշտ էլ կա։ Ըստ ղեկավարության Կապանի լեռնահարստացման կոմբինատում եւս շուտով կգործի բժշկական ապահովագրության համակարգ։ Գնում են բուռն քննարկումներ ապահովագրական ընկերությունների հետ, որպեսզի կարողանանք ընտրենք մեր աշխատակիցների համար ամենաարդյունավետ ու իրենց առողջության համար ամենահարմար տարբերակը։
Մարզի հաջորդ խոշոր ընկերությունը, որը աշխատաշուկայում ոչ պակաս լուրջ մրցակից է, Աժդանակն է։ 8 տարի առաջ ընկերությունը հիմնադրվեց եւ սկսեց գործել ընդամենը 20 մասնագետով։ Սկզբում հողային ու շինարարական աշխատանքներով աչքի ընկավ, իսկ այսօր արդեն մարզի առաջատարն է բազմապրոֆիլ շինարարությամբ, շինարարական նյութերի արտադրությամբ եւ ավտոտեխսպասարկման ծառայություններով։ Աշխատակիցների թիվը հասնում է 800-ի, 30%-ով ավելի է, քան նախորդ տարի։ Հանրապետության տարբեր քաղաքների, այդ թվում տեղահանված արցախցիների համար Աժդանակը գրավիչ է։ 800 աշխատակցի կադրային բոլոր հարցերը իր վրա վերցրած Կարինե Հայրապետյանն ասում է, գործին պետք է մոտենալ սիրով ու ժպիտով։ Ճիշտ է, հեշտ չէ միայնակ կազմակերպել ամբողջ գործընթացը, բայց եթե ցանկանում եք եւ սիրում եք ձեր աշխատանքը, կարող ենք ամեն ինչ կազմակերպել։ Յուրաքանչյուր աշխատակից մեծագույն արժեք է եւ յուրաքանչյուր աշխատակցի հանդեպ ընկերությունը մեծ պատասխանատվություն ունի եւ առաջնայինը դա ասում ենք թիմային աշխատանքը, իսկ թիմային աշխատանքը հենց ինքնին լավ է ստացում, երբ ունենում ենք լավ առաջնորդ։ Համագործակցում ենք մի շարք արտասահմանյան ընկերությունների հետ եւ վերջերս հենց աշխատակիցները վերապատրաստվել են ինչպես Չինաստանում, Ռուսաստանում, անգամ ունեցել ենք աշխատակիցներ, ովքեր Պարսկաստան են գնացել եւ այնտեղ վերապատրաստվել են։ 2025 թվականին արդեն պլանավորում ենք խրախուսել աշխատակիցներին եւ ուղարկել հանգստի։ Հանքարդյունաբերության մեջ խիստ կարևոր հսկա մեքենաների տեխսպասարկումը նեղ մասնագիտացում է պահանջում, իսկ արդյունաբերական Սյունիքում պահանջարկ միշտ էլ կա։ Աժդանակում սա լավ գիտեն եւ ձգտում են հաճախորդին գոհացնել։ Կոնկրետ մեր կազմակերպությունում տեխնիկայի այդպես հատված չկա, ոչ սպասարկվի, շարժիչից միջև հիդրավլիկ համակարգ եւ այլն։ Բոլոր աշխատանքները կատարում են լիարժեք։ Ինժեներ-մեխանիկ Էդուարդ Բարսեղյանն աշխատանքային առաջին փորձը սկսել է Աժդանակից, ասում է լավ մասնագետը միշտ էլ պահանջված է։ Կարծում եմ, որ չկա տենց ազնվորություն, որ ցանկանա գործ գտնի ու չկարողանա գտնի։ Մշտապես տնօրինության կողմից լավ աշխատողը մեր մոտ խրախուսվում է, դե իհարկե վատերից ձերբազատում ենք։ Եվ իհարկե Սյունիքը միայն հանքարդյունաբերություն չէ, 15 տարի առաջ Մարիլա ընկերությունը մսամթերքի արտադրությունում նոր ավանդույթ բերեց Կապան։ Տեղական հումքից պատրաստված արտադրանքով հայտնի դառնալով այսօր արդեն կատնամթերքով է շատ հայտնի։ Մարիլան մի ընտանիք է, որտեղ թիմային ու կազմակերպված աշխատանքի շնորհիվ կատնամթերքի եւ մսամթերքի շուկա է հանվում որակապես բարձր արտադրանք։ 2011-ին Prom Expo ցուցահանդեսում արժանացել է բարձր գնահատանքի։ Մայրաքաղաքի ու մարզի տարբեր վաճառակետերում այն արագ սպառվողներից է։ Մեծ համբավ ունի Մարիլան։ Երբ ոլոսում է Մարիլա, խոսքերն ավելորդ են։ Ամեն ինչ մաքուր, ամեն ինչ լավ։ Պայմաններն էլ հաճելի։ Եթե բարձրագույն կրթություն չկա, չես կարողանում լավ աշխատանք գտնես, ինձ թվում է դա ամենալավ տարբերակն է, դու աշխատում ես ժողովրդի համար։ Ընդամենը 70 աշխատակից ունի Մարիլան, փակ հոսքագծով ու ավտոմատացված համակարգով են արտադրանք տալիս։ 7-ից 8 տոննա օրական կաթ տալիս ֆերման։ Այդ 7 տոննան մշակում ենք, դրա համար պետք է 70 աշխատակից։ 60-70% կանայք են, մնացածը տղամարդիկ են։ Տնօրեն Ալյոշա Մկրտչյանը հակադարձում է գործատուների տարածված կարծիքին, թե անփոխարինելի մարդ չկա։ Կաթի վերամշակման հաստոցների վրա աշխատողները համարյա թե անփոխարինելի են։ Գիտեք, որ Կապանում աշխատուժ գտնելը այդքան էլ հեշտ չէ։ Հիմնականում պարգևատրում ենք լավ աշխատողին, նաև բոլորի ծննդյան օրերը հատուկ գումար է նշանակված, բոլորը ստանում են այդ գումարը։ Հիմնականում առողջության մասին ենք մտածում, մեզ համար շատ կարևոր է աշխատակցի առողջությունը։ Աշխատավարձը ժամանակ առ ժամանակ վերանայվում է, նոր 25 թվականից էլի վերանայվել է, մի 15-20% ինքը ընդհանուր բարձրացել է։ Առավոտը որ արթնանում ենք, հիշում ենք, որ պետք է գնանք Մարիլա, всё։ Օրը սկսվում է Մարիլայով, վերջանում է Մարիլայով։ Ասում եմ Մարիլա, հասկանում եմ որակ։ Ասում ենք Աժդանակ, եւ ես հասկանում եմ, որ տարածաշրջանի ամենագերհզոր կազմակերպություն։ Ինքը տեղամիլ հզորություն է, որտեղ գնում է Քաջանի կոմբինատ, լավ է կապրում, լավ է վարձատրում,